Շատ լավ, իսկապես Նիկոլը այդպես վախեցած է, այսօր շատ արագ տեմպով ազգային ժողով նախագիծը տարան, որ պիտի առաջնորդների անուններով հանկարծ չկոչվի։ Մի կողմից ասում է 60 քանի տոկոս ունեմ, 70% ունեմ, չգիտեմ ինչ ունեմ, չնայած տարբեր հարցումներ են ներկայացնում, շատ տխուր վիճակում է Նիկոլը եւ հետեւից այս երեք ուժերը շատ առաջատար դիրքերում են, հա, գնում են։ Մի կողմից այդպիսի հայտարարություններ է անում, մյուս կողմից էլ այդպիսի օրենք է տանում անուններով չլինի։ Իսկ վախեցած է ինչ է անում։ Ջան, բոլորի համար արդեն པարզ է, որ այդ մարդու վարկանիշը տատանվում է մոտավորապես 35-36%-ի տիրույթում։ Պլյուս մինուս կարող է լինի, բայց այդ է իր թիվը արդեն։ Ռեսուրսներով հանդերձ։ Ամեն ինչով հանդերձ։ Ես նաև գումարում եմ դրան 200,000 ձայնը, որ կա պետական համակարգում, որ պետական համակարգ ինքը վարչական ռեսուրսը, որ ինքը կարող օգտագործի։ Այդ 35-36% կամ պլյուս մինուս ինչ-որ տոկոսներ, սա իրական ցուցանիշն է։ Ինքը շատ լավ գիտի դրա մասին։ Շատ լավ գիտի եւ ըստ էության ինքը պատե տալիս, որ մտածում է թե ոնց բան ունի, ես ու դու գիտենք թե ինքը վերջի ինչ տարբերակ ունի, բայց այդ տարբերակը չխոսենք դրա մասին, ինքը մեծ հաշվով այլ լուրջ տարբերակ չունի, որտեղ հասարակությունը ինչ այլ լուրջ, այսինքն իրան ինչ է մնացել անի։ Դե շուտ կառույցների կամ կուսակցությունից մեկին թույլ չտա, որ մասնակցի ընտրության, օրինակ եմ ասում։ Էս է մնացել, իրան ուրիշ բան չի մնացել։ Բայց նույնիսկ այդ պարագայում ինքը տեղել արդեն լուրջ որևէ շանս չունի։ Ես նույնպես եմ ասում, մեր բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հասարակության մոտավորապես 70%-ը, 65-ից 70%-ը պահանջում է իր հեռացմանը, իսկ մոտավորապես 40%-ը իմպերատիվ պահանջում է հենց այսօր հեռացմանը։ Սա է խնդիրը։ Շատ լավ, ձեր հարցումներն էլ չէ, կարծեմ համապատասխանում են ինչ որ ներկայացնում են եւ իսկապես մեր ներքին հարցումներն ունենք, շատ նման են այդ գելապի հարցումների բանին, արդյունքներին, շատ նման են եւ բայց նաեւ մի բան էլ ասեմ, մենք ունենք շատ մեծ պոտենցիալ մեր թվերը բարձրացնելու։ Մենք գիտենք թե որտեղ են այդ պոտենցիալի հնարավորությունը, ու ամենակարևորը որ իշխանությունը չունի պոտենցիալ իր թիվը բարձրացնելու։ Իր իշխանության թիվը արդեն կոնստանտ է։ Ինքը այլևս չունի ի տարբերություն մյուս քաղաքականների կորցնի, եթե այս ընդդիմադիր ուժերը լավ աշխատեն, հիմա այլևս, այսինքն մաքսիմումն է դա Նիկոլի։ Այս ընթացքում գնալու է ակնհայտորեն։ Ես մի հատ օրինակ բերեմ, որ դու պատկերացնես։ Օրինակ, եթե մենք ուսումնասիրել ենք նաև 2012 թվականի Վրաստանի ընտրությունները, ուրեմն Վրաստանի ընտրություններում այն ժամանակվա Սահակաշվիլին շատ ավելի մոտավորապես 40-45% վարկանիշ ուներ այդ ժամանակ, Թիֆլիսում ինքն էր մոտավորապես 20% վարկանիշ։ Հա, իրականում ինքը Թիֆլիսում ստացավ 10%, միջինը 10%։ Հասկանում ես ինչ է նշանակում։ Այսինքն ինչ եմ ուզում ասեմ, որ այս վարկանիշները, տեսեք, շատ կարևոր մի հատ գործոն ասեմ, ընդհանրապես գործող իշխանությունը մինչև ընտրությունները ունենում է առավելություն ունի, որ ինքը անդադ որ աշխատում է ինչ որ բաներ առաջարկում մարդկանց, չէ։ Հա, իմիջայլոց էսի դեպի կարգով, այն Արգիշտի Մեխակյանը, որ ամեն օր ես իրան բան խորհուրդ եմ տալիս գնա հոր գերեզմանին կանգնի, մի հատ թքի երևի, չէ։ Իրանց պարագայում դա է մնում, հերոսի որդի էր, չէ, եւ ինչպես կարելի էլի պղծել հարազատ հոր հերոսի հիշատակը, ուրեմն պարզվում է 3-4 օրներ գնացել էր իբրև թե դպրոցեր բացում։ Մի անգամ արդեն Արգիշտին բացել էր դա։ Ուրեմն ամեն Ես ասում եմ հետևել դուք սրանց խարդախության չափը նայեք, էլի խարդախության հետևելը ինքը իրանք ամբողջ իրանց բյուջեն սարքել են նախընտրական հնարավորություն որպեսզի աշխատացնեն։ Իրանք ասում են ռեսուրս չկա, հիշում եք այդ թոշակի հետ կապված ռեսուրս չկա։ Բայց որ պետք է իրեն։ Հետո որ տեսա միանգամից 10,000 դրեցին թոշակը բարձրացին, բանի որ բյուջեն նախատեսված չի, հիմա բիզնեսից ուզում են քերեն վերցնեն այդ ինֆորմացիան։ Բիզնեսից քերենը կոնկրետ ես գիտեմ, շինարար, մեկ շենքի համար, բարիս բուն իմաստով, չէ, ուղղակի հիմա գիտեք, եկել են վախեցա։ Չէ, կոնկրետ բան եմ ասում, պարոն Ոզյան, ուրեմն ռեկետ են արել, կլինի այսպիսի տուգանք չգիտեմ ինչ, եթե դուք տալիս եք 1.5 միլիոն դոլարի մասին է խոսքը, մեկ շենքի մասին եմ խոսում։ Ուղղակի մի քիչ այսպես լայն է, այսպես կտրվածքով։ Հետո նորից, այսինքն զբաղված է ռեկետով գործարարը։ Ես դրա համար եմ ասում, որ նույնպես եմ կրկնում, այս մարդկանց պարագայում ոչ մի ներդրում չի եղել Հայաստանում։ Տեսեք, երկրի զարգացումը առանց ներդրումների չի լինում։ Մարդկանց աշխատավարձը, թոշակը չի կարող բարձրանա առանց ներդրումների։ Այս մարդկանց պարագայում որևէ ներդրում չի եղել։ Այս մարդիկ աշխատել են օպերացիաներով, ասենք, այնտեղ ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում ռեէքսպորտի, էքսպորտի այդ պարագայում այդ փողն են աշխատել։ Մի հատ նեղ շրջական հսկայական գումար է աշխատել իրանց, չեմ ասում մենակ իրանց շրջապատից, դա ուրիշ տարբեր շրջապատից կարող լինի, բայց իրանք այդ գումարի այրոցի բաժինը փաստորեն Հայաստանի կողքով է անցել։
Եվ արդյունքում Հայաստանի էկոնոմիկան մեծացել է 2 անգամ, բայց օրինակ բանկային շահույթը որ 11 անգամ է բարձրացել, Հայաստանի մարդկանց կենսամակարդակը չի բարձրացել դրա արդյունքում։ Կարող է ինչ-որ թոշակ բարձրանա աշխատավարձ, բայց հələ գները տեսեք թե ինչ գներ է բարձրացել։ Այսինքն գների բարձրացումը կոմպենսացրել է արդեն մարդկանց թոշակներն ու աշխատավարձները։ Հասկանում եք, մինչդեռ որպեսզի դու կարողանաս լուրջ մակարդակի թոշակ ու աշխատավարձ բարձրացնել, իսկ այն թոշակը, որ 45000, 46000, որ ինքը ստանա մինիմալ քեշբեքով էլ լինի մինչև 55000 դրամ, դու կարաս այդտեղ այս բանով լուրջ կարողանաս ապրես։ Սպառողական զամբյուղը մինիմալ Հայաստանում 82000 դրամ էր, հիմա անամոթաբար ասում են 61 է դառել։ Հարց Հայաստանում մի հոգի կա նորմալ, որ ասի, որ 23 տարիների ընթացքում Հայաստանի կենս բանեց գները իջել են մոտավորապես 20-25%-ով, այդպես մարդիկ կտեսնեք, այսինքն այս մարդիկ բարից բունի իմաստով խաբեությունը դարձել են իրենց գլխավոր դրոշը։ Մինչդեռ իրականում, եթե դու անկես խոսանք, իրական մինիմալ սպառողական զամբյուղը մոտ 100,000-ի մոտ է հասել արդեն։ Եվ այդ իմաստով 100,000 դրամը թոշակի համար դա այն մինիմալ փողն է, որը հնարավոր է։ Բայց երեք ուժերն էլ խոստանում են շատ կոնկրետ եւ ուժեղ Հայաստանը եւ կոնկրետ մենք ունենք նաեւ մեխանիզմներ, թե ինչպես դա հասնել դա նպատակին։ Եվ խոստանում են, որ շատ կարևոր է, որ այդ մեխանիզմը մենք ունենք, որտեղ առանց էկոնոմիկայի զարգացման, առանց մեծացման դու այդ խնդիրը չես կարողացես։ Մենք այդ ձևն էլ ունենք, թե ոնց կարանք անենք։ Մի քանի նախագծեր ունենք, խոշոր մեգա նախագծեր ունենք, որով մենք էդի հասնելու համար մենք նաև ունենք լրջագույն ծրագրեր առողջապահական համակարգում, որը շատ նման անելու Վրաստանի առողջապահական համակարգի բարեփոխմանը, մի քիչ ավելի թույլ, որտեղ իրանք ավելի առաջ են անցել, բայց ժամանակի ընթացքում 4 տարիների ընթացքում մենք կարանք հասնենք այսօրվա Վրաստանի։ Չմոռանանք, որ եղել է ժամանակ, որ մենք ենք օրինակ եղել Վրաստանի համար։ Մենք այդպիսի 90-ական թվականներին, 2000-ական թվականներին Վրաստանը մեր հետևից էր վազում գալիս։ Մենք ավելի փոքր քանակությամբ ժողովրդին ունելով մենք ունեինք 2008 թվականին համարը 12 միլիարդանոց հնա, Վրաստանը ուներ 10 միլիարդանոց հնա, հենց 2008 թվականին, հիշեք այդ պատմությունը։ Հիմա իրանք ունեն արդեն 40 միլիարդանոց, մենք ունենք 29 միլիարդանոց, տարբերություն տեսնում եք, ինչ մեծ է տարբերությունը։ Սա է իրականությունը։ Սիրելի հայրենակիցներ, իրենց բերանով ասացին ու խոստովանեցին, որ իրանց միակ հույսն ու հավատը իրանց Աստված մնացել է Էրդողան եւ ավելի կոնկրետ Ալիև։ Ալիևը արդեն նույնիսկ Ալիև։ Իրենք, չէ, նույնիսկ ասեց Ադրբեջանը։ Այո, իրանք արդեն իրանք չեն կարող։ Ամեն ինչից հետո ինչ որ մեկը կա արդարացում է գտնելու ընտրության չմասնակցել կամ գնալ ընտրությանը կապային ցայտալ։ Ուրեմն ձեզ ամեն ինչ հասնում է։ Անժելա, մի հատ կարևոր բան էլ ասեմ։ Երբ որ մենք առաջարկեցինք երաշխարհված խաղաղության եւ որ մենք բացում ենք թե ինչա նշանակում դա։ Ասեց որ թուրքերն են մեր եւ իրանք քանի որ արգումենտ չունեին, իրանք ստիպված ասեցին որ մենք որ ասում ենք որ իրանց պարագայում դա Ալիևն է, իրանք ստիպված համաձայնեցին եւ խոստովանեցին։ Շատերը չէին հավատում դրան, բայց շնորհակալություն։ Չէ, երբ որ այս ուժերը պնդում էին, ասում էին աբսուրդ է, էլի, պիտի երաշխավոր լինի, եթե մեկը քեզ ցեղասպանել է, մեկը քեզ կապիտուլյացիա է ենթարկել, քո տարածքները տարել է, դու չես կարա իր այդ հավասարին նստել։ Երաշխավորապետ մարդը խոստովանեց, ասես ճիշտ է։ Թուրքերն են, ադրբեջանցիներն են ու Ալիևն է։ Դամա մենք փաստերով ենք ասում եւ փաստերով բերում ենք դրան եւ իրանք ստիպված։ Դե տեսքամից հետո մեր ժողովուրդը, պարոն Բոզյան, ես չգիտեմ, եթե ինքը ուզում է իրան կապիտուլյացիա ենթարկած, իր տարածքները օկուպացրած, պատերազմներ արող 4 անգամ, դե տեսնենք, դուք ասում եք 30 քանի տոկոս կա, եթե անգամ 10 հոգի կա, եթե 10 հոգի կա, իր փոքր շահի համար, իր փոքր խմբակի համար, դա մեջ մտնում է ամբողջ վարչական ռեսուրսը, որը շատ մեծ դերակատարում ընդհանրապես Հայաստանի բոլոր ընտրությունների ժամանակ, դուք հաշվի առեք այդ գործոնը, հա, եւ բացի այդ դուք հաշվի առեք հետեւյալը, որ հասարակության մի հատ շերտ բարից բուն իմաստով ինֆորմացիոն տերորի է ենթարկված եղել մինչև այս 8 տարիների ընթացքում այդ ինֆորմացիոն տերորի արդյունքում այդ մարդիկ այլ պատկերացումների մեջ են հայտնվել եւ սա պետք է իմանաք որ դուք հասկանաք թե ինչ են մարդիկ տենց մտածում մարդը չի պատկերացնում որ իր վտանգը շատ հետեւողական ինչի 15 թվականը ցեղասպանությունը օդի միանգամից չի գալիս նենց ցեղասպանությունը հասունանում է ժողովրդուն 15 թվականին Հայաստանում ցեղասպանություն կատարվեց, որտեղ մոտարապես այն ինչ որ հիմա կատարում են Հայաստանի այսօր ոնց էին խափում եւ ինչ այն ժամանակվա ցավոք սրտի եմ ասում Հայաստանի Թուրքիայում ապրող վերնախավը իրան տենց էր պահում
Այդ դրա արդյունքում էլ եւ շատերը գիտեն, չէ՞, որ ասում են թե 15 թվականին ապրիլին, երբ որ մի շարք նույնիսկ բանի Թալատ Փաշայի ընկերները զարմացել են եւ իրանց կախախան հանեցին, չէ՞, բայց դա ամոթ էր, որ այդ մարդիկ չգիտեին դրա մասին։ Հասկանում եք, դա ավելի շուտ ամոթի զգացողություն պետք է առաջ բերի, այլ ոչ թե շոկայինի, որ մարդիկ զարմացած էին, թե ոնց իրենց ընկերները իրենց տարան դեպի կախախան, հա։ Հիմա նույն բանը ստեղ է կատարվում։ Եվ երբ որ քո վերնախավը կներես ամենսունակ կյանքով է ապրում, քո ժողովրդի մի մասը դառնում է նույնպես ամենսունակ պատկերացումների մեջ։ Էս է հարցը։ Այո։ Հիմա դրա համար մեր խնդիրը պետք է լինի այն, որ մեր ժողովուրդը իսկապես հիմա արդեն հասունացել է եւ մեր մնացած քաղաքական վերնախավը մի կողմ պետք է թողնի իրանց ներքին փոքրիկ կամ մեծ տարաձայնությունները բաները եւ պետք է հունիսի 7-ին մենք կարողանանք ունենալ իսկապես լրիվ նոր իշխանություն։ Եվ արդեն տեսանելի է, ես տեսնում եմ, որ այդ 3 ուժերի կողքեր իսկապես ուժեր են, ամեն օր նոր ուժեր են, հայտարարում են եւ միանում են եւ ծես եւ մյուս երկու ուժերին հույսով որ տեսնենք ինչ կլինի։ Շնորհակալություն։